Հակոբյանների ընտանիքը հայտնվել է բառացիորեն փողոցում 3 զավակների հետ միասին։ Վտարում, որը նրանք համարում են ապօրինի եւ որի հետևում իրենց պնդմամբ կանգնած է ոչ թե անծանոթ անձ, այլ սեփական փոքր քույրը։ Հակոբյանի խոսքով այս ամենի ետևում կանգնած է իր փոքր քույրը, ով ծնողների մահից հետո կարողացել է ինչ-որ կերպ խաբեությամբ տիրանալ իրեն պատկանող բնակարանին, կազմակերպել դրա վաճառքը եւ մի շարք կեղծիքներ իրականացնել։ Կեղծ ստորագրություններ, գոյություն չունեցող պայմանագրեր, հակասական փաստաթղթեր եւ այս ամենի ապացույցները ընտանիքը ամիսներով փորձել են ներկայացնել իրավապահներին, սակայն բոլոր դռները մինչ այս պահը դեռևս փակ են։ Ինչը իրականում թաքնված այս ընտանիքի դժբախտության հետևում եւ ովքեր են մեղավոր այս գործողությունների մեջ, պատասխանատվության արդյոք կանչվելու են ապօրինի գործողությունների համար եւ ինչ են հայտնում համապատասխան մարմինները, թե ինչու է այս պատմությունը շարունակում մնալ անպատասխան հարցերի մի մեծ շղթայի շրջանակում։ Սա պատմություն է մի ընտանիքի մասին, որը չի հանձնվում, պատմություն մարդկանց մասին, ովքեր հավատում են, թեկուզ երկար պայքարից հետո իրենք կրկին կբացեն իրենց տան դուռը եւ կվերադառնան խաղաղ կյանքին։ Կողպված դրան առաջ կանգնած Արսենն ու Աննան փորձում են վերջին անգամ աչքով չափել այն տունը, որտեղ պիտի մեծանային իրենց երեխաները։ Տուն, որ այսօր այլևս չի պատկանում նրանց, իրենց պնդմամբ փաստաթղթերի կեղծման, տարիներով ձգվող քննչական լռության եւ համակարգային բացերի պատճառով։ Հակոբյանների ընտանիքը 3 երեխաների հետ այսօր կանգնած է բնակարանի զրկման ծայրահեղ վտանգի առաջ։ Նրանք պնդում են տարիներ շարունակ դարձել են խարդախությունների, պետական մարմինների անգործության զոհը։ Ընտանիքի պատմությունը սկսվել է ծնողների մահից հետո, երբ նրանց ունեցվածքը վերածվել է մի փաստաթղթային ճահճի, որտեղ ճշմարտությունը ցավալիորեն արագ կորել է։ Արսեն Հակոբյանն ունի 2 քույր։ Մեծ քույրը ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ փոքր քույրը Արաքսը, որն այսօր իրեն ներկայացնում է որպես Լուսինե, ընտանիքի անդամների խոսքով երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, ու հենց այդտեղից է, ըստ Արսենի, հետևողականորեն կազմակերպել մի շարք փաստաթղթային գործողություններ, որոնք կնքել են նրանց տան ճակատագիրը։ Խնդիրը կապված անմիջապես փոքր քրոջս հետ, որը բնույթով հոգեկան հիվանդ է, ու իր գործողությունների հերթականությունը, հաճախականությունը տարել է նրան, որ այս հոկտեմբերի 20-ին առաջի ապօրինի վտարումն է տեղի ունեցել Արկադիր օպերատիվ բաժնի միջոցով քաղաքի Եղվարդի, նաև Եղվարդի ոստիկանների միջոցով։ Վտարման գործընթացին նախորդել է 2 կարևոր նախապատմություն։ Արսենի խոսքերով նրանք ունեցել են 2 բնակարան, որոնցից մեկը ծնողները գնել են իր համար։ Մյուսը եղել է հայրական տուն, որտեղ ապրել են քույրերը։ Այն բնակարանը, որում ապրել են իրենք, հայտնվել է վտանգի առաջ։ Իրենք կորցրել են այն։ Ըստ Արսենի կնոջ պատմած տվյալների, իրենք կորցրել են բնակարանը կեղծ պայմանագրերի եւ կեղծ փաստաթղթերի հիմքով, քանի որ իրենց պնդմամբ թեև կա իրավունքի պետական գրանցում այլ անձի փոխանցելու, սակայն այն պայմանագիրը, որը վկայակոչվում է, եւ այն գումարը, որը նշված է այդ պայմանագրում, իրենց չի տրվել, եւ նոտարական գրասենյակում նման պայմանագիր առհասարակ չի կնքվել։ Սակայն այս բոլոր հանգամանքները մնացել են ստվերում, քանի որ իրենք վերջի վերջո համաձայնել են հրաժարվել այդ բնակարանից եւ շարունակել են իրենց բնակությունը հայրական տանը։ Վտարման հասցրեցին, որ վտարում արեցին, դա Արսենն այդ հասցեում սեփականատեր չէր։ Ուղղակի մենք որ փաստաբան ենք վարձել, հսկայական գումար ենք տվել այդ ժամանակ 400,000 դրամ։ Գործերը, որ իրանց վերցրեցին, քաղաքի վաճառքի պայմանագիրը ինձ տրամադրեց։ Հիմա որ նայում եմ ես արքովաճառքի պայմանագիրը, կադաստրով հաստատված է, նոտարով հաստատված չի։ Տենց Արսենի հետ քննարկեցինք, տեսանք, ասում Արսեն, այստեղ գրված է տրվել է 6 միլիոն դրամ ամբողջությամբ, սակայն իր քույրը հոգեկան հիվանդ, ոչ տնից դուրս է եկել, ամբողջ օրը 24 ժամ քնած, իսկ խանութ չէր գնում, առևտուրաներ, հիմա է բացվել, ասենք ես մի տարին, 2 տարի։ Հա, մեծ ավակ քույրը։ Ինչ, իսկի 60,000 դրամ չի տվել, ինչ 6 միլիոն, այդ աղջիկը 6 միլիոն դրամ որտեղից գումարը տրվել է ամբողջությամբ։ Նայում ենք հիմա փաստը բանը պատճենահանված կապույտ կնիքով, մուգ լավ կապույտ կնիքով իմ ձեռքին արկա է, որ կադաստրով հաստատվել է, սակայն նոտարի կնիկ չկա։ Այստեղից հետևություն ապացույցով, հենց արքովաճառքի պայմանագրի փաստով ապացուցված, ոչ թե ասենք հենց նենց եմ էլի ասում, նոտարով չի հաստատվել, այսինքն այդ գումարը չի տրվել նոտարական գրասենյակում,
Բայց կադաստրը հաստատել է ինչ հիմքով, որ իմ ընտանիքին որ ասում է իրավասություն ունենա վտարում իրականացնի նշված հասցեից։ Մի անգամ քուրեկ ասեց բանը, մեծ ավակ քույր եկավ Արսենին ասեց, այսինքն ինձ էլ Արսենն ասեց, դուք այս տունը տանք ձեզ, էնի մեզ։ Սկզբնականում չհամաձայնվեցինք մեզ, մենք այսինքն մի անգամից այն տան վրով էլ էինք արդեն հայցադիմում ներկայացել։ Առանց սպասելու ընտանիքը տեղափոխվում է Արսենիի ծնողական տուն, որտեղ նա արդեն իսկ գրանցված էր որպես համասեփականատեր, սակայն ճակատագրական հարվածը գալիս է կարճ ժամանակ անց, հարկադիր կատարողների կողմից վտարման ծանուցումով։ Ուրեմն ամսի 20-ին, որ մեզ վտարեցին, Էլիզա ջան, Արսենը հենց ոստիկանների ու հարկադիրի ներկայությամբ ու նաև ես էլ ինք մենակ ինքը չէ, ասել էինք մենք վերադառնալ ենք մեր տուն, որովհետև ապօրինի է, բայց մենք իրավական կողմը պահեցինք, ուրեմն գիշերվա ժամը 12-ին Սասունը եկել է, մենք ես ու Արսենը պայդեզը նստած էինք, վեշերը չէին տարի, աթոռի վրա նստած ցուրտ, հոկտեմբերի 20-ին, եկել ասում է, բա գնալու տեղ ունեք, ասեցի չէ, իհարկե չունենք, որտեղ գնանք։ Արսենը որ ասել էր, ես էլ էի հաստատել, որ մենք վերադառնալու ենք մեր բնակարան, որովհետև ապացուցել էինք հանցակազմի առկայությունը ու հույս ունենալը, որ համապատասխան մարմինները իհարկե իրանց պատիժը կհաստատեն, հանցակազմի առկայությունը կհաստատեն ու մենք կվերադառնանք մեր տուն, ոչ թե ասենք ինչ որ անիրավ ձևով։ Դրանից հետո ես ու Արսենը նկարահանեցինք, այդ ամբողջը կա, մենք մուտքագրել ենք ազգային անվտանգության ծառայություն, սակայն ոչինչ չարվեց։ Ընտանիքը պնդում է, որ գործում ներգրաված են եղել կեղծված փաստաթղթեր, կեղծ վկայականներ եւ ճակերտավոր կարգավորումներ, որոնք արվում են նրանց գիտությունից դուրս։ Նրանք բազմաթիվ անգամներ հաղորդում են տվել ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ, պահանջելով ստուգել փաստաթղթերը, սակայն քրեական գործ մինչ օրս չի հարուցվել։ Իրենց խոսքով քննիչները պարբերաբար կանչում են, լսում, բայց գործը առաջ չի շարժվում։ Մենք 29/09/2025 թվականին իրար հետ գնացինք կադաստր Խաղաղեղվարդի։ Արսենը դիմումով պահանջեց, այդ ժամանակ մեզ ասել էին երկու քույրերը հրաժարվել են իրենց մասնեբաժնից, ոնց որ յանի մենակ դու ես մնացել, այդ պահին հավատացինք մենք, Արսենը պահանջը ներկայացել է, տրվել է Արսենին եւ Արկովաճառքի պայմանագիրը շինծու, միևնույն ժամանակ տվել է եւ իր կադաստրային ապացույցները, տոնի իր անունով, ուրվագից, ամփոփ հաշվարկ բոլորի անունով, ու տրվել է 06/03/2025 թվականի ամփոփող սեփականության վկայականը։ Այդտեղից արդեն գործը մենք կազմեցինք։ Բացեցի համեմատություն արեցի, Արսեն ասում եմ, կիսուրս մահացել է 16/08/2024 թվականին, բայց այդտեղ ինքը պարտապան է համարվում էլեկտրոնային այդ աճուրդով փաստված 28/07/2025 թվականին։ Սկսեցի մահից մի տարի 2 ամիս հետո սկսեցի արդեն արձանագրել խախտումները։ Պայմանագրի մեջ նշված է 06/03/2025 թվականի սեփականության վկայականով համասեփականատերեր համարվում են Արաքս Հակոբյանը եւ Արաքսի Հակոբյանը։ Իսկ Արսենը դե առաջին իր անունն է գրված որպես օրենքով դարձած ժառանգ, սակայն նրանց մասնեբաժինը քույրերի 2-5 է։ Այստեղ արկա փաստա երևում է, որ առանց Արսենի համաձայնության Շահումյան 5-9 բնակարանի հետ առնչվող, ես բոլոր ատյաններում էլ որ դիմել ենք եւ գրավոր եւ բանավոր ներկայացրել ենք, դա բացառվում է, որ առանց Արսենի համաձայնության տվյալ նշված բնակարանի հետ առնչվող գործարք տեղի ունենա, պետք է անպայման լինի իր համաձայնությունը։ Այստեղ որ նշված է ինչ որ ֆիքսված գին, վաճառքի գին 13 միլիոն եւ այլն, այդ ամեն ինչը սուտ է, այդ ամեն ինչը խափում են։ Մենք Վարամ Լևոնի Գրիգորյանին այդ ամսի 30-ին, որ արդեն այս ապացույցները մեր ձեռքներ զանգեցինք, ինքը ասեց, ես կարամ ուղարկեմ վկայականը, WhatsApp-ի համար ասա ուղարկեմ, ուղարկել է իմ WhatsApp-ին ու նայում ենք կադաստրով հաստատված չի, համաձայն 270 Խաղաղօրենսգրքի Արսեն Հակոբյանը չի հրաժարվել իր սեփականությունից, որի հիմքով կադաստրը դեռևս չի հաստատել, նոտարը հաստատել է, շինծու պայմանագիրը հաստատել է, բայց
Կադաստրը չի հաստատել, on-line տարբերակով տրվել է նաև Վարամ Գրիգորյանի, եթե կադաստրից Վարամ Լևոնի Գրիգորյանը հաներ, անպայման պետք է հաստատվեր, որովհետև սրանից 1 ամիս հետո 26/08/2025 թվականից 1 ամիս հետո 29/09/2025 թվականի Արսենի դիմումի համաձայն մեզ տրվել է մեր ամփոփող ճշգրիտ սեփականության վկայականը կապույտ կնիքով։ Մեր հարցման ի պատասխան քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ քրեական վարույթ նշված գործով նախաձեռնված չէ։ Մեր խմբագրությունը նույնպես փորձեց կապ հաստատել Արաքսի կամ ինչպես ինքն է իրեն արդեն կոչում Լուսինեի հետ։ Այցելեցինք նրանց բնակարան, սակայն դուռը բացող այդպես էլ չհայտնվեց, եւ մենք կապ հաստատեցինք մեծ քրոջ հետ հեռախոսազանգի միջոցով։ Առաջին զանգին Լուսինեն պատասխանեց, բայց երբ հասկացավ, որ զանգը կատարվում է լրագրողի կողմից, փոխանցեց քրոջը, իսկ քույրը խուսափեց մեր հարցերից։ Ալո Ալո, Արաքսիա ջան, բարև ձեզ։ Ալո։ Լսում եմ ձեզ։ Կենտրոն հեռուստաընկերությունից եմ, ես իմ անունը Էլիզա է, լրագրող։ Հա։ Ճիշտն ասած, բնականի հետ կապված մի երկու հարց ունեի ձեզ։ Ինչ հետ կապված։ Բնակարանի հետ կապված։ Գիտեմ, որ ձեր եղբայրը բնականի հետ կապված խնդիր ունի, ինչ որ ասում եմ, որ հրաժարվել է իբր իր բնականից եւ այլն, այդ մասով ուզում էինք ձեր կարծիքն էլ լսել։ Լրագրող եք, հա։ Այո։ Ճիշտ ասած կարծիք չունեմ, ես կներեք հիմա չեմ կարող ձեզ հետ խոսեմ, կներեք շտապում եմ այնտեղ ինձ կանչում են, ես ասելու բան չունեմ ճիշտ ասած։ Ձեր քույրը իսկ ձեզ մոտ չի, ինքը չպատասխանեց հեռախոսը, գուցե ինքը խոսի։ Հաջորդող բոլոր զանգերը արդեն անպատասխան մնացին։ Մինչ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կպատասխաներ մեր հարցմանը եւ համաձայնություն կհայտներ տեսանկարահանում իրականացնելու, մենք փորձեցինք նաեւ Datalinks տեղեկատվական համակարգում փնտրել անհրաժեշտ տեղեկատվությունը եւ հասկանալ, ունի արդյոք այս գործը դատական նախապատմություն, թե ոչ։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ըստ Datalinks տեղեկատվական համակարգի դեռևս 2023 թվականին Արաքս Հակոբյանը դատարան է դիմել պահանջելով իր մասնաբաժինը։ Դատական պրոցեսներն ընթացել են, որոնց ընթացքում Արսեն Հակոբյանը փաստացի չի իրացրել իր իրավունքը։ Դատարանի որոշման համաձայն բնակարանը հանվել է աճուրդի, որից հետո հարկադիր կատարման ծառայողները իրականացրել են օրինաչափ գործընթաց։ Datalinks դատական տեղեկատվական համակարգում արտացոլված տվյալների համաձայն երևում է, որ հայցը ներկայացվել է համասեփականատերերից մեկը, հայցը ներկայացվել է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինը առանձնացնելու վերաբերյալ։ Այդ պահանջով դատաքննություն ընթացել է եւ կայացվել է համապատասխան վճիռ, որով ասվում է, որ պետք է հրապարակային սակարկություններով վաճառել այդ վերնշված բնակարանը։ Ըստ հարկադիր կատարման ծառայության բնակարանը աճուրդով վաճառվել է սահմանված կարգով եւ արդեն կա գնորդ։ Փորձագետի կողմից անշարժ գույքը գնահատվել է 24 միլիոն 800 հազար դրամ եւ ինչպես նշեցի 75% մեկնարկային գինը արժեքի 75%-ով ներկայացվել է աճուրդի, որը կազմում է 18 միլիոն 600 հազար դրամ։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույքը իրացնելիս զետեղում է աճուրդ.am կայքում, որտեղ նշվում է աճուրդի մեկնարկը, ավարտը, մեկնարկային գինը, առաջարկների քանակը, լոտի մասին ամբողջ նկարագիրը գտնվելու վայրը։ Ու դա հասանելի է բոլորին, յուրաքանչյուր ոք կարող է դիտել այդ գույքը, երբ որ արդեն իսկ կայքում ինքը զետեղված է։ 10 օր աճուրդում մնալուց հետո, երբ որ որևէ առաջարկ ու մասնակից չի լինում, հաղթող չի լինում, գնորդ չկա, որևէ քայլ չի արվում, գույքը ավարտվում է, գույքը աճուրդային գործընթացը գույքի ավարտվում է եւ անցնում է կրկնաճուրդ։ Փուլը, որը արդեն սկսվում է գնի 10% նվազմամբ, մեկնարկային նախորդ գնի 10%-ի իջեցմամբ։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույքը իրացնելուց հետո հարկադիր կատարողի որոշմամբ կատարվել է գումարի բաշխում եւ աճուրդից գոյացած առաջացած գումարը բաշխվել է սեփականատերերի միջև կատարողական թերթին նշված իրենց բաժիններին համապատասխան, որով Արսեն Հակոբյանին բաշխվել է գումար։
այդ բնակարանի վաճառքից գոյացած գումարը, որը վերջինիս կողմից հաշվի համար համապատասխան ներկայացնելու դեպքում կստանա իր գումարը։ Թեև գնորդի հեռախոսահամարը մեզ մոտ առկա էր, սակայն նրա հետ դեռևս հնարավոր չի եղել կապ հաստատել։ Այս ընթացքում Հակոբյանները շարունակում են ապրել վարձակալական հիմունքներով, անորոշության մեջ։ Ընտանիքի պահանջը մեկ նախադասությամբ արդար քննությունն է։ Նրանք համոզված են, որ իրենց գույքը վերցվել է խարդախությամբ, պետական մարմինների անգործությամբ եւ պահանջում են միայն ամբողջ գործընթացի թափանցիկ քննություն իրականացնել։ Իչեմա ոչինչ չի արվել հանցավոր միտումով։ Մենք աղացը գործը մտցրեցին 24 օր գիտակցաբար ոչինչ չարեցին հանցավոր միտումով, բոլոր փաստերը հիմքերը կազմած գործի մտածեր, 5 անգամ հանցագործության մասին հաղորդում տրվի իմ ընտանիքի անդամների կողմից, վերջի հաղորդումը Աննայի, Հայկու ու Էդիտայի կողմից տրվել։ Մեր ձեռքի տակ հայտնվեց մի փաստաթուղթ, որով հաստատվում է այն հանգամանքը, որ դատարանում գտնվող գործի վերաբերյալ Արսեն Հակոբյանը տեղեկացված է եղել, որի վերաբերյալ էլ գրավոր հայտարարություն է տվել, ասելով, որ տեղեկացված է նաև գույքի աճուրդով վաճառքի մասին, սակայն անհամաձայնություն է հայտնել այն հիմքով, որ գործում առկա փաստաթղթերը կեղծված են։ Մենք արձանագրում ենք այն հանգամանքը, որ բացի այս հայտարարություններից գործի քննության ընթացքում գործի օրինական ուժի մեջ մտնելուն, կանխելու կամ բողոքարկելու որևէ գործընթաց չի իրականացվել։ Հակոբյանը մի քանի անգամ ծանուցվել է, սակայն հարկադիր կատարման ծառայության բոլոր ծանուցումները ետ է ուղարկել, անգամ գրավոր կերպով նշելով, որ հրաժարվում է դրանք ընդունելուց։ Կատարողական թերթը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է կատարման, որը հանդիսացել է հիմք կատարողական գործողությունների կիրառման համար։ Կայացվել է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում, որը ուղարկվել է կողմերին պատշաճ կերպով։ Արսեն Հակոբյանը նույնպես ստացել է այդ որոշումը, որտեղ պարզ գրված է, որ պետք է բնակարանը հրապարակային սակարկություններով իրացնել։ Այդ որոշումը իր դիմումներից մեկով ինքը ներկայացնելիս նաև ներկայացել է ծառայությանը գրելով, որ դա անօրեն է, որ նման դատական ակտ չկա, հարկադիր կատարողը անօրինական որոշում է կայացրել, որը իրականությանը չի համապատասխանում։ Երկար ժամանակ փորձել են բացատրեն, այցել են հասցե, դուրը փակ է պահել, խուսափել է, դատական ակտը կատարմանը խոչընդոտել է, ու հարկադիր կատարողը հատուկ միջոցների կիրառմամբ նոր կարողացել է մուտք գործել բնակարան եւ գույքը ներկայացնել փորձագետին։ Փորձագետի կողմից գույքը գնահատելուց հետո, որին առաջադրվել էր հայտնել, որքան է կազմում նշված բնակարանի շուկայական արժեքը, կայացվել է որոշում գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, որը հրապարակային սակարկությունների մասին 30-րդ հոդվածով է կարգավորվում այդ գործընթացն էլ 75% մեկնարկային գնով գնահատման գնի ներկայացվել է աճուրդի։ Ի վերջո, գույքը աճուրդային 4-րդ փուլի ժամանակ վաճառվել է։ Առաջին իսկ աճուրդին 10 օր անցել է, որևէ գնոր չի եղել, անցել է եւս երկրորդ փուլը կրկնաճուրդ, 10 օր էլի չի վաճառվել, նորից ավարտվել է, երրորդ աճուրդից հետո էլ չի վաճառվել, գույքը իրացվել է միայն 4-րդ կրկնաճուրդում։ Փաստացի մեր քաղաքացիները բախվում են նման խնդիրների եւ արդեն անդառնալի հետևանքներ տեսնելուց հետո նոր փորձում են իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել։ Մինչդեռ ստացած նամակները չընդունելու, դրանցից հրաժարվելու եւ ետ ուղարկելու գործընթացը լի է նման վտանգներով, որովհետեւ արձանագրվում է այն հանգամանքը, որ դուք փաստացի հրաժարվել եք նամակը ընդունելուց, իսկ ծանուցման հաջորդ քայլը լինելու է ազդարարում դրված հայտարարությունը, որը այլևս դառնալու է պատշաճ ծանուցում, որի պարագայում այլևս ոչ մի դատական ատյանում չեք կարող առարկել, թե ծանուցում չեք ստացել։ Այս եւ նմանատիպ քայլերն են, որ հանգեցնում են անդառնալի հետևանքների եւ արձանագրում, որ քաղաքացին չօգտվելով իր իրավունքների իրացումից այսօր դառնալու է անօթևան եւ իրեն հասած մասնաբաժնով հատկացված գումարով հնարավորություն չի ունենալու նոր բնակարան գնելու համար։ Իսկ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ոչ միայն լցվել հավատով եւ ուժով, այլև դիմել պաշտպանի կամ իրավաբանի օգնությանը, որպեսզի կարողանաք իրացնել ձեր իրավունքները տեղին եւ ժամանակին։